Բարև ձեզ սիրելիներ։ Շարունակում ենք մեր հերթական ճամփորդությունը Աստվածաշնչի էջերով։ Եվ մենք այսօր հասել ենք սիրելիներ դատավորած գրքի 9-րդ եւ 10-րդ գլուխները, որտեղ տեսնում ենք թե ինչ է տեղի ունենում, երբ մարդը փնտրում է իշխանություն առանց Աստծո, եւ ինչպես Աստված շարունակում է ողորմել իր ժողովրդին նույնիսկ նրանց անհավատության մեջ։ Գեդեոնի մահից հետո սիրելիներ նրա որդի Աբիմելեքը ցանկացավ դառնալ թագավոր, բայց նա չէր սպասում Աստծո կանչին։ Նա իր ձեռքով վերցրեց իշխանությունը։ Նա սպանեց իր եղբայրներից 70-ին եւ իշխանությունը հաստատեց բռնությամբ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ մարդը ցանկանում է թագավորել առանց Աստծո։ Սկզբում թվում է, թե Աբիմելեքը հաջողության հասավ, բայց ժամանակի ընթացքում նրա կյանքը լցվեց դավաճանությամբ, պատերազմներով եւ կործանմամբ։ Վերջում նա խայտառակ կերպով մահացավ։ Աբիմելեքը կեղծ թագավորի պատկերն է։ Նա իշխանություն էր ուզում իր փառքի համար։ Իսկ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ թագավորն է եւ թագավորների թագավորը։ Նա եկավ ոչ թե իշխելու մարդկանց վրա բռնությամբ, այլ ծառայելու նրանց սիրով։ Մարկոս 10:45-ում գրված է. մարդու որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի իր անձը փրկագին տա շատերի համար։ Աբիմելեքը սպանեց ուրիշներին իր գահի համար։ Հիսուսը տվեց իր կյանքը ուրիշների փրկության համար։ Ինչ մեծ տարբերություն, թանկագիններ։ Այս գլուխը մեզ հիշեցնում է, որ աշխարհը լի է կեղծ թագավորներով, բայց միայն Հիսուսն է արժանի մեր սրտի գահի։ 10-րդ գլխում կրկին տեսնում ենք դատավորների գրքի ծանոթ պատկերները։ Ժողովուրդը հեռանում է Աստծուց եւ սկսում ծառայել կուռքերին։ Արդյունքում իրենք ընկնում են թշնամու ճնշման տակ։ Երբ տառապանքը մեծանում է, նրանք կրկին աղաղակում են Աստծուն։ Սկզբում Տերը հիշեցնում է նրանց, թե քանի անգամ է արդեն փրկել նրանց, նա ցույց է տալիս նրանց անհավատությունը։ Բայց երբ ժողովուրդը անկեղծորեն ապաշխարում է եւ հեռացնում է կուռքերը, Աստծո սիրտը կրկին շարժվում է նրանց հանդեպ ողորմածությամբ։ Գրված է. նրա հոգին այլևս չհամբերեց Իսրայելի տառապանքին, դատավորաց 10:16-ը, ինչ գեղեցիկ խոսքեր։ Աստված տեսնում էր նրանց ցավը եւ չէր կարող անտարբեր մնալ։ Այս հատվածում մենք տեսնում ենք Հիսուսի սիրտը, երբ Հիսուսը տեսնում էր մարդկանց տառապանքը, նա խղճում էր նրանց։ Մատթեոս 9:36-ում գրված է. տեսնելով ժողովուրդներին, խղճաց նրանց, որովհետև հյուծված ու ցրված էին։ Հիսուսը անտարբեր փրկիչ չէ, սիրելիներ։ Նա տեսնում է մեր պայքարները, նա տեսնում է մեր արցունքները, նա տեսնում է մեր անկումները եւ նա շարունակում է կանչել մեզ իր մոտ։ Դատավորաց 10-րդ գլուխը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ երբ մարդիկ կրկին ու կրկին ձախողվում են, Աստծո ողորմությունը շարունակում է հասնել նրանց։ Այդ ողորմությունը, սիրելիներ, իր լիարժեք արտահայտությունը գտավ Հիսուս Քրիստոսի խաչի վրա։ Թանկագիններ, այսօր կարևոր հարց է. ով է նստած մեր սրտի գահին։ Աբիմելեքի նման եսական ցանկություններ ու ամբիցիաներ ունեցող մեկը, թե Հիսուս Քրիստոսը։ Եվ եթե զգում եք, որ հեռացել եք Աստծուց, հիշեք, Տերը դեռ լսում է ապաշխարող սրտի աղաղակը։ Նա չի ուրախանում մեր մեղքերով եւ կորստով։ Աստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին։ Նա ցանկանում է վերականգնել մեզ։ Այսօր էլ Հիսուսը կանգնած է բաց գրկով եւ ասում է. եկեք ինձ մոտ։